հարցը ձեզ եմ ուղղում, ըստ էության Ես էլ վերադարձնում եմ ձեզ։ Դուք վիրավորված չէիք ելնի։ Պարոն Ասլանյան, դուք գոհ եք այս վերդիկից, մեկը անմեղ, մեկը մեղավոր։ Դա դատավորն է որոշում։ Դուք ինչ կարծիքի եք։ Ես կարծում եմ, որ դատարանը օրենքի սահմաններում ճիշտ որոշում է կայացնելու։ Մյուսի դեպքում անմեղ է ճանաչել, դեռ պարզ չէ, որ արարքի համար, բայց մեկով մեղավոր է ճանաչում, մյուսով անմեղ։ Դե ամսի 14-ին էլ կպարզվի ամեն ինչ։ Դուք կողմ եք, որ մի արարք ճանաչվի։ Մեկը խուլիգանություններ, մյուսը չեմ հիշում։ Լավ, ամեն դեպքում Սամվել Վարդանյանը ձեզ հետ ավելի վատ վարվեց, քան ԿՊ-ն։ Այսպես տամ։ Ով ձեզ ասաց։ Հարցնում եմ։ Հարց եմ ուղղում ես Ասլանյան։ Ձեզ պաշտպանելու համար քաղաքական իշխանությունները ըստ էության իրավապահ համակարգը Սամվելին այսօր հարցրեց դատարանի առաջ, բայց ԿՊ-ն ձեզ խայտարակ արեց դատարանի առջև Սամվելը ինքն է իրեն տարել։ Ոչ մեկը նրան չի տարել դատարանի առջև, մարդը իր արարքների համար է պատասխան տալիս։ Իսկ ինչ վերաբերում է իմ քաղաքական մոտեցումներում, դա նրա հետ մի կապեք, դրանք տարբեր հարթություններ են։ Պարոն Ասլանյանը ոչ թե քաղաքացի Սամվել Հակոբ Ասլանյանի դեմ էր բողոքում կամ իր բողոքը արտահայտում, այլ իշխանության ներկայացուցիչն է։ Սիրելիներս, իշխանության ներկայացուցիչը ով է, ոչ մեկը իրավունք չունի դիմացինի արժանապատվությանը կպնելու։ Հիմա այս ամենից հետո ներողություն կպաշտպանեք ինչպես այդ ժամանակ։ Ես երբեք որևէ մեկին չեմ պաշտպանում այդ ձևով, ես պաշտպանում եմ արդարությունը։ Այդ արդարությունը պաշտպանելու համար ինչու՞ չեք դիմում Արփինե Սարգսյանին, ՆԳՆ նախարարին, դատախազին, որպեսզի Սամվել Վարդանյանի խոշտանգողներին էլ պատժեն։ Բա անձին հետո տանում են ձերբակալված անձած պահման վայր, խոշտանգում են սարսափելի ձևով։ Ինչու նույն ջանասիրությունը չեք ցուցաբերում։ Դուք հարցը չեք տանում այն դաշտը, որտեղ դա իմ պատասխանը չի։ Դուք ասում եք արդարության համար եք անում։ Ինչու՞։ Այնինչ դեպով էր եղել դա, պարոն Ասլանյան։ Ինչ ինձ հետ է կապնված, ես դրան եմ պատասխան տալիս։ Այո, հիմա ձեզ հետ էր կապած, ձեզ վիրավորելու համար անձին ձերբակալում են, ճանապարհին խոշտանգում։ Ինչու նույն ջանասիրությունը չեք ցուցաբերում խոշտանգողներին պատժեն։ Ինքը թող ցուցաբերի, թող ես ժամանակին ասել եմ, դուք ինչի եք նորից այդտեղ տանում։ Դուք ինչու եք իզուր տեղը պրովոկացիա սարքում։ Պրովոկացիա չի, պարոն Ասլանյան։ Ես պարտավոր չեմ նրա շահերը պաշտպանելու։ Ես պարտավոր եմ իմ շահերն եմ պաշտպանում։ Արդարությունը պաշտպանեք։ Ես արդարությունը, ես չհասկացա։ Ինչ չհասկացաք։ Շահերը հենց այդպես չհասկացա։ Մարդուն խոշտանգել են ճանապարհին։ Ընտեմ Երևանով 800,000-ին ում մի բան ինքնեմ շահերը պաշտպանել։ Պարոն Ասլանյան, այստեղ հաստ է մեկ բան, փոխկապակցված է։ Դուք սխալ եք խոսում։ Դուք էլ եք սխալ խոսում։ Եթե դուք արդարության կողմից ամեն մարդ արդարությունը պահում է իր համար։ Ես արդարություն եմ պահել եւ պարտավոր չեմ ամեն մեկի հետևից գնալ դրանց արդարությունը պաշտպանել։ Կներեք, մի քանի օր առաջ այդպիսի բան եղավ քննարկման, որ ասացին ինչու Տարոն Մարգարյանին կողմ քվեարկեցիք։ Իմ Այո, ձեր եւ Հովիկ Աղազարյանի կողմից արված այդ քայլը արդար էր։ Իսկ արդար էր, որ իրանք 34 հոգով մարտի դաշտից փախան, չեկան, եթե իրենք գային դեմ քվեարկեին, համոզված եղեք ես դեմ կքվեարկեի, բայց իրենք չեկան, 34 հոգի թողնում փախնում է, կռիվ չի տալիս իր իրավունքների համար, ես պետք է կռիվ տամ։ Բայց իրենց քվեարկությունը որևէ ձայն։ Իսկ իմ քվեարկությունը որևէ դեր է խաղում։ Կներեք։ Մենք վերադառնանք հայտնի այսօրվա որոշմանը։ Հաստատի, պարոն Ասլանյան, ձեզ հետ միջադեպի իր արածի համար պետք է պատասխան տա։ Վերջացավ գնաց։ Ինչ ուզում է լինի, ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա։ Հիմա ԿՊ-ից եք շատ վիրավորված։ Ես ԿՊ-ից ընդհանրապես վիրավորված չեմ։ Չեք հավատում, ես մի առիթով իմ հարցազրույցներում ասել եմ, ես ԿՊ-ից ինչ հայտարարեցին։ Այդպես չէ, կներեք։ Ես ԿՊ դա ձեր որակումն է։ Դա հանրությունը տեսնում է։ Հանրությունը այդպես չի տեսնում։ Ուզում եք ձեզ ասեմ, ես ասել եմ, ես շնորհակալ եմ ԿՊ-ից, որ Ասլանյանին վերադարձրեց Ասլանյանին։ Իհարկե։ Դուք Գավանյանից ինչն էին գողացել։ Ասլանյանից ինչն էին գողացել։ Պարոն Ասլանյան, վերջացնենք։ Ոյ, էս Պարոն Ասլանյան, ԿՊ-ի գաղափարները կիսում եք հիմա։ Ես իմ հարցազրույցներում բազմաթիվ անգամ ասել եմ,
ՔՊ-ից իմ դուրս գալը կապված է նրա հետ, որ ՔՊ-ն շեղվել է հեղափոխական սկզբունքներից, դրա համար էլ մենք հեռացվել ենք, իրենք գնում են ուրիշ ուղղությամբ, մենք ՔՊ-ի հետ նույն ճանապարհ չենք կարող գնալ։ Եթե Հովոյ Կաղազարյանի նամակագրությունը չհանրայնացվեր, այդ ժամանակ կասեիք, խոստովանեիք, որ շեղվել է իր ուղուց ԿՊ-ն։ Սիրելիներս, նորից տանում եք ուրիշ դաս։ Ինչու եք այդքան։ Ես չեմ ուզում, այնպեսի հարց եք տալիս։ Իրողությունը դա է։ Ես ասել եմ այն ինչ կա։ Եթե սենց, եթե չկա։ Պարոն Ասլանյան, ասացիք շնորհակալ եք ՔՊ-ից, որ Հակոբ Ասլանյանին վերադարձրեցին, ինչն էին գողացել, ինչը այս տարիների ընթացքում ձեզանից այդ տարիների ընթացքում շատ հարցերում, երբ որ ես ներսում համաձայն չեմ եղել, բայց որպես խմբակցության անդամ ստիպված եմ եղել կողմ քվեարկելու, դա ինձ շատ նեղացրել է։ Ժամանակի ընթացքում այդ խոսակցությունները գնացել են, հասել են մի կետի, որից հետո այլևս մեր նույն ճանապարհ գնալը բացառվում էր։ Չեք այդ քվեարկություններից մեկը, որը ստիպված եք արել։ Ոչ չեմ հիշի, որովհետև պետք չի։ Դուք հասկանում եք։ Կամքին բռնացել են։ Ինչ։ Ձեր կամքի վրա բռնացել։ Գիտեք ինչ, երբ որ դուք որևէ քաղաքական խմբի, քաղաքական կուսակցության անդամ եք, ի վերջո ամեն մի կուսակցություն ունի իր կանոնադրությունը։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այդ կանոնադրությունը, երբ որ կա, երբ որ դու կուսակցություն ես մտնում, դու նաև ընդունում ես այդ կանոնադրությունը։ Դա նորմալ չի։ Դա նորմալ է, բայց երբ որ դու չես կարողանում ի վերջո որոշ բաների հետ համաձայնել, դու բարձրաձայնում ես դրա մասին։ Ի վերջո այդ բարձրաձայնումը կարող է բերել այնպիսի մի րոպեի, որ մարդիկ իրարից բաժանվեն։ Այնպես է փորձում ներկայացնել Ռոբեսպիերը եւ Դանտոնը միասին ֆրանսիական բուրժուական հեղափոխություն արեցին, բայց հետո Ռոբեսպիերը եւ Դանտոնը իրարից բաժանվեցին։ Բոլոր հեղափոխությունների ժամանակ էլ այդպես է լինում, երբ որ մարդիկ որոշակի ժամանակ հետո որոշակի ճանապարհից իրարից հեռանում են։ Ինչ եք դա դարձրել բոլոլա։ Մերսի։